Ես կքվեարկեմ, որովհետև այս խորագրի ներքո Վանաձորի Արցախ պուրակում հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպությունը Արտեմիս ծրագրի շրջանակում կազմակերպել էր ֆոտոպատմությունների ցուցահանդես։ Ցուցահանդեսում հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացրել էին իրենց հեղինակած լուսանկարները, կիսվել ընտրություններին մասնակցության սեփական փորձով, պատմություններով եւ այն ապրումներով, որոնք արտացոլված էին յուրաքանչյուր լուսանկարի մեջ։ Միջոցառմանը մասնակցում էին կազմակերպության շահառուները, ծրագրային թիմի անդամները, հիմնադիրներն ու բազմաթիվ Կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը հասարակական եւ քաղաքական գործընթացներին, ուղերձղելով թե ընտրողներին, թե քաղաքական ուժերին։ Ինչու է կարևոր գնալ քվեարկության։ Հենց դրա պատճառով է խորագիրը այսպես. ես կքվեարկեմ, որովհետև այստեղ մարդիկ կստանան պատասխաններ հիմնավորումներով։ Այս միջոցառումը նաև կարևոր է նրանով, որ այն ուժերը, ովքեր որ պատրաստվում են, չգիտեմ, հայտնվել խորհրդարանում, անպայման ականջալուր լինեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, կապված մատչելությունից, կրթական իրավունքից, զբաղվածությունից էական չէ։ Նաև այս միջոցառումը ուղղված է այն հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր ալարում են կամ մտածում են քաղաքական մասնակցությունը իրենցը չի, այլ տանը նստել եւ պատրաստի սպասել ինչ-որ մի օգնության։ Ոչ, սա բոլորիս համար է եւ շատ կարեւոր է, որ բոլորը մասնակցեն, իրենց ձայնը տան, էական չի ում, բայց կատարեն իրենց քաղաքացիական պարտքը։ Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական եւ գրական կատարումներով, հաշմանդամություն ունեցող շնորհալի երիտասարդները հանդես են եկել երգով եւ ասմունքով, եւս մեկ անգամ ընդգծելով ծրագրի հիմնական գաղափարը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իմ սիրած յարս աղմին ու ջարե։ Ես կքվեարկեմ, որովհետև նախաձեռնության շրջանակում պուրակում տեղադրված էր նաև հատուկ պատ եւ խորհրդանշական քվեատուփ։ Այստեղ հաշմանդամություն ունեցող անձին գրավոր ներկայացնում էին այն պատճառները, որոնց համար պատրաստվում են մասնակցել 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին, ընդգծելով իրենց ձայնի կարևորությունն ու քաղաքացիական ակտիվության նշանակությունը։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության մակարդակը, խթանել նրանց ներառվածությունը եւ հասարակության ուշադրությունը հրավիրել հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությանը։